Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, իսկ դու ուզում ես, որ Աստված վերականգնի քեզ։ Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Նախորդ 6 ուղերձներում տեսանք, որ Աստված սիրում է մեզ և երբեք չի անտեսում մեր ցավն ու կոտրվածությունը։ Ընդհակառակը, Աստված հատուկ մոտեցում ունի դժվարություններով անցնող մարդկանց հանդեպ և ուզում է վերականգնել մեզ։ Սիրելի՛ բարեկամ, Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներից մեկը ազատ կամքն է։ Աստված Ինքն է մեզ ազատ կամք և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ օժտել։ Նա Իր ինքնիշխան որոշմամբ սահմանափակել է Իրեն մեր ազատ կամքով։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստված ուզում է վերականգնել քեզ։ Լինի դա քո կոտրված սիրտը, քո առողջությունը, քո կյանքի խաթարված հարաբերությունները, Նրա հանդեպ քո առաջին սիրո ջերմությունը, քո արդարության հանդերձները, որ գուցե հոգևորապես այսօր վերածվել են աղտոտված ցնցոտիների, թե քո հավատքն ու ծառայությունը։ Սակայն Աստված երբեք դա չի անի քո կամքին հակառակ։ Իսկ դու ուզում ես, որ Նա վերականգնի քեզ։ Հովհաննես 5:5-6 խոսքերում կարդում ենք. «Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Աստված երբեք ստիպելով չի բժշկում կամ ազատագրում։ Նա հարցնում է մեր համաձայնությունը։ Երբեմն մարդը կարող է այնքան սովորած լինել սեփական ցավին, մեղքին կամ տկարությանը, որ անգամ վախեր ունենա իր կյանքում որևէ փոփոխությունից։ Սակայն այսօր ուզում եմ հորդորել քեզ, որպեսզի ոչ միայն չվախենաս, այլև խնդրես Տեր Հիսուսին, որ գա քո կյանք և փոխակերպում բերի քո հոգեվիճակի և քո կյանքի տարբեր դժվարին իրավիճակների մեջ։ Դու գիտես քո կյանքի ամենամեծ հոգսը։ Դու գիտես, թե որքան է այն քեզ ցավեցնում և թևաթափանում։ Տերն ուզում է վերականգնել քեզ։ Տեր Աստված կամենում է, որ դու լցվես Իր կյանքով և Իր ուրախությամբ, որ քո սրտի մեջ թագավորի Իր խաղաղությունը և որ ապրես Տեր Աստծու պատվիրաններին ու ակնկալիքներին համահունչ սրբության ու հավատարմության կյանքով։ «Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հատուկ աղոթքով կանչիր Տեր Հիսուսին, որպեսզի Նա գա ու կարգավորի քո կյանքի կործանման եզրին հասած բոլոր ոլորտներն ու հարաբերությունները։ Բավական է նստես ու նայես քո կյանքի խնդիրներին։ Ժամանակն է հանձնվելու այն Վարպետի ձեռքերի մեջ, որը կոտրված կյանքերի լավագույն բժիշկն է։ Նա կարող է ամենաանհույս իրավիճակներից ելք ապահովել և փոխակերպել ամենակարծր սրտերը։ Թույլ տուր, որպեսզի քո հավատքն ու Նրա Խոսքին և կամքին քո հնազանդության փափագը բացեն այն դուռը, որը Նա շարունակաբար թակում է։ Հայտնություն 3:20 «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու թակում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի ու դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ Ինձ հետ»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։